Նիկոլ Փաշինյանի կաբինետում, հարգելի բարեկամներ, բարձր պաշտոններ զբաղեցրած, խորհրդական աշխատած մինչ այդ, Գենշտաբի պետի տեղակալ աշխատած, ներկայումս Մոսկվայում բնակվող Արշակ Կարապետյանը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ ինքը ունի փաստեր, որ դեռ 90-ականների վերջերից Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետը, 16-րդ վարչապետը հավաքագրված է եղել Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից։ Ու այս լուրը ինքը պատշաճ, ես վստահաբար կարող եմ ասել, որ ինքը պատշաճ հետաքննության քաղաքական պրոցեսների պատճառ չի դառնալու։ Լսումներ չեն տեղի ունենալու, փակ լսումներ ազգային ժողովում այս հարցով չեն տեղի ունենալու։ Ընդդիմադիր պատգամավոր կոչվածները, այդ ստահակները չեն հրավիրելու ազգային անվտանգության ծառայության ներկա տնօրենին, ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենին, պարլամենտ չեն հրավիրելու Ռոբերտ Քոչարյանին, պարլամենտ չեն հրավիրելու Սերժ Սարգսյանին, բացատրություն ստանալու համար, հետաքննելու համար, ազգային ժողովը, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության ամենագլխավոր քաղաքական մարմինն է, մարմին, որը նշանակում է վարչապետին, որը նշանակում է կառավարության անդամներին, որը պիտի վերահսկողություն սահմանի։ Ասա ես նկատի ունեմ, երբ ասում եմ չի եղել ոչ մի հանցագործություն, որը չի լեգիտիմացվել ազգային ժողովի կողմից։ Չի եղել Փաշինյան Նիկոլի կողմից իրականացված որևէ հանցագործություն, որը ձեր կողմից չի լեգիտիմացվել։ Դաշնակ մաշնակներ։ Ինչու եք վատ զգում։ Ինչու եք պատերի տակը բամբասում։ Թե իբր մեղադրելով ձեզ, ես օգուտ եմ տալիս իշխանություններին, ստահակներ։ Այս ամեն ինչի պատճառների պատճառը ձեր այս գործունեությունն է։ Հիմա մարդը մի բան ասել է, կարող է լսեն։ Մարդը մի բան ասել է, Մոսկվայում է գտնվում։ Մի բան ասել է, քաղաքական հայտարարություն է արել։ Սահմանադրական կարգի պաշտպանության վարչության պետը, ազգային անվտանգության ծառայության գեներալ Տիգրան Բարսեղյան, եթե չեմ սխալվում։ Ում դուք հանեցիք գիժ, վերջերս էլ մահացավ։ Գիժը ասում է, այդ մարդու խոսքերի վրա չի կարելի հիմնվել, գիժ է, ով խոսում էր այն գոյություն ունեցող օղակների մասին, Միացյալ Նահանգների կողմից հավաքագրված, հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված, այդ օղակների գործունեության, ցանցերի գործունեության մասին էր խոսում։ Ինչ որ հետաքննության պատճառ դարձել է այս ամենը։ Արտաշես Գեղամյանը, Հանրապետական խմբակցության նախկին անդամ Արտաշես Գեղամյանը 168-ին հարցազրույց է տալիս, ասում է հետևյալը. Մենք գիտենք, որ Արմեն Սարգսյանը աշխատում է բրիտանական, մոտավորապես են մեջբերում, հարցազրույց է, համացանցում կա։ Չեմ հիշում ում էր տալիս, հարցազրույցը Աղավնին կամ Սաթիկին, չգիտեմ, չեմ հիշում, էական չի։ Ասում եմ, մենք գիտենք, որ Արմեն Սարգսյանը աշխատում է բրիտանական ծառայությունների հետ, բայց մտածեցինք կկարողանա որպես նախագահ իրեն պատշաճ ձևով դրսևորել։ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ է դարձել օրենքների սահմանադրության խախտմամբ։ Արմեն Սարգսյանի բոլոր ստորագրությունները, այդ թվում Փաշինյան Նիկոլին վարչապետ նշանակման այդ փաստաթղթերը, վարչապետ նշանակման փաստաթղթերի տակ դրված, որոշման տակ դրված ստորագրությունները, այդ ամենը ապօրինի է, որովհետև ինքը ապօրինի նախագահ է։ Ցույց տվեք մի падգամավորի, ով Արմեն Սարգսյանի ապօրինի նախագահ դառնալու հարցը փորձել է որևէ կերպ բարձրաձայնել այս ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը այս արհավիրքները բերել է, վարչապետ է աշխատել Արմեն Սարգսյանի դրական վիզայով։ Այս հարցը ինչու չի քննվում։
Արտաշես Գեղամյանին այն ժամանակ կամ Արտաշես Գեղամյանի քաղաքական ղեկավարին Սերժին, ինչ որ Սերժ Սարգսյանին, ինչ որ հարցեր տվել եք։ (2016) թվականին օրենքների կոպտագույն խախտումով Գեորգի Կուտոյանին նշանակում են ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 1000 անգամ խոսել եմ սրա մասին։ Մեկը չի հարցնում, պարոն նախագահ, ինչու ես օրենքը խախտել։ Ստիպված ես խախտել, ով է ստիպել, որ դու այդ օրենքը խախտես եւ Գեորգի Կուտոյանին նշանակես ԱԱՑ տնօրեն։ Ստիպված չես եղել, սուվերեն ես եղել, ինքնիշխան ես եղել, բա քո կամքով ես արել։ Այդ դեպքում դու ես պատասխանատու։ Դու ես պատասխանատու ես Արհավիրքի համար։ Դու ես պատասխանատու Գեորգի Կուտոյանի մահվան համար։ Մեկը այդ հարցը չի տալիս։ Աշոտյան Արմենը զանգում ասում է նախագահը պիտի բան անի։ Զանգում է թե voice է ղրգում, չեմ էլ հիշում։ Կապնվում է հետս, ասում է պիտի նախագահը հարցազրույց տա, ինչ հարց ես ուզում փոխանցել։ Հարցը փոխանցում եմ, ինչու չեք տվել։ Պարլամենտական վիժվածքներես հարցի պատասխանը երբ պիտի ստանա։ Դուք դրա համար փող եք ստացել, դուք դրա համար փող եք ստանում։ Երբ պիտի բարձրացնեք այս հարցը, Նիկոլի հանցագործությունները լեգիտիմացնող ստահակներ, բանակից փախած Արցախ սիրողներ, Նիկոլի դեմ պայքարող թալանչիներ, միլիարդատեր։ Այս պատասխանի, հարցի պատասխանը այս հարցի մեջ արդեն կա։ Դուք մտածում եք, այս ողջ Արհավիրքը, որ տեղի է ունեցել, դուք ընդհանրապես դրա հետ կապ չունեք։ 2020 թվականի վերջ 21 թվական 21 թվականի սկիզբ Միքայել Համբարձումյանը անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է օտար պետությունների արևմտյան պետությունների գործակալ լինելու մեջ։ Դա պրոպագանդիստ կա Սերժի։ Դրան է հարցազրույց տալիս, հենց այդ ժամանակ այդքան ուժեղ պրոպագանդայով չէր զբաղվում, ինչպես հիմա։ Ասում է անուղղակիորեն մեղադրում է Նիկոլ Փաշինյանին արևմտյան պետություններից մեկի գործակալը լինելու մեջ։ Ոչ մի քաղաքական իրավական գործընթաց, բացարձակապես ոչ մի իրավական գործընթաց։ Արտաքին հետախուզական ծառայություն են հիմնում։ Նույն անձնավորությունը Միքայել Համբարձումյանը մոտավորապես է մեջբերում ստատուսը, ասում է չմտածեք հանգարց, որ Քրիստինե Գրիգորյանը փորձ չունի։ Այսինքն այդ ոլորտի հետ կապված փորձ չունի։ Քրիստինե Գրիգորյանը մինչ այդ աշխատել է Գալուս Սահակյանի խորհրդական թե օգնական հեղափոխություն է տեղի ունեցել Գալուս Սահակյանի խորհրդականին բերում նշանակում են այդպիսի բարձր պաշտոնի։ Դուք հասկանում եք սրանց ապուշության մակարդակը։ Հեղափոխություն է եղել նախկին թալանչիների պարագլուխներից մեկի խորհրդականին աշխատակազմում աշխատածին բերում տեղ են նշանակում։ Որևէ մարդ չի այդպես փաստարկել, որ հեղափոխություն չի եղել, ինչպես Սերժը եւ Նիկոլը։ Իրենց որոշումներով 6 ամիս իրար հետ ապրելով։ Որևէ մարդ։ Մեկը չի ասում, պարոն Նիկոլ, բա որ հեղափոխություն է եղել Սերժ Սարգսյանը 2018 թվականի այդ կլոունադայից հետո այդ ոնց էր Հայաստանը լքում Զվարթնոցի 0 կանգառից։ Հիշեցնեմ դες հարգելի բարեկամներ, Զվարթնոցի 0 կանգառ այն տեղն է, որտեղից սպասարկվում է գործող նախագահների համար նախատեսված օդանավերը։ Այդ ո՞նց է եղել։ Լավ, մի խոսքով։ Միքայել Համբարձումյանը ասում է չմտածեք թե, այսինքն անուղղակիորեն նա ուզում է ասած լինել, այսինքն ուղղակիորեն ուզում է ասած լինել, որ Քրիստինե Գրիգորյանը կապ է ունեցել հատուկ ծառայությունների հետ։ Որևէ մեկը պարզաբանում պահանջել է Միքայել Համբարձումյանի այդ հայտարարություններից։ Արման Բաբաջանյան, հարգելի բարեկամներ, վերջերս եթեր է մտել, ասում է Միացյալ Նահանգների եւ Անգլիայի հատուկ ծառայությունների կուրացիայի ներքո Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է արտաքին հետախուզական ծառայություն։ Նո, ապուշ է այդ անձնավորությունը, պիտի ասի արտաքին հետախուզական ծառայություն, ասում է արտաքին հակահետախուզական ծառայություն, արտաքին հակահետախուզությունը ո՞րն է այդտեղը։ Բայց մի խոսքով
ապտակ, եւս մեկ ապտակ գործող ռեժիմին։ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ներքո է ստեղծել այդ ամենը։ Փաշինյանն ասում է չի կարող այդպիսի բան տեղի ունենալ, չի կարող։ Մենք մեր արտաքին հետախուզական ծառայությունը համագործակցում է եւ Միացյալ Նահանգների եւ Անգլիայի ու սկսում է այդ պերեչենը, երբ ինքը չգիտի ինչ պատասխանի, սկսում է այդ շարքը։ Երբ ինքը չգիտի ինչ պատասխանի, պիտի այդ շարքը երկար ռուսների, ֆրանսիացիների, իշքան բան գիտի, պետության անուն գիտի, պիտի բոլորը թվի, որ այդ ընթացքում մտածի թե էլ ինչ պիտի խափի, էլ ոնց պիտի խափի։ Փաշինյան Նիկոլ Քրիստինե Գրիգորյան այդ պաշտոնին նշանակել է որ զասլուգանների համար։ Ու էլի լռություն, ու բացարձակ լռություն։ Ու այդ դաշնակ մաշնակ ստահակները հիմա էլի են ուզում ձայն ստանան, էլի են ուզում գնան մարդկանց մոտ ասեն մեզ ընտրեք, որ մենք Փաշինյանին հեռացնենք։ Արա, ոչ ոք չի ասում Փաշինյանին հեռացրա, դուք ով եք Փաշինյանին հեռացնեք, այ ձեր ուխտը խախտած ստահակներ։ Խոսքը վերաբերում է դաշնակ ջոչերին։ Բանակից փախած ստահակներ, դուք ով եք, որ Փաշինյանին հեռացնեք։ Ակնկալիքը մեկն է, հարցերը պիտի բարձրացնեք, այն մի հատ բան կա, Գառնիկ Դանելյան կա, Բորիս Մուրազին ասում է Համբարձումյան Արթուրը հարց է տալիս, թե ինչպես է եղել, որ ազգային անվտանգության ծառայության գործակալը հեղափոխություն է արել այն ռեժիմի դեմ, որին ինքը ենթարկվել է, որին ինքը ծառայել է, ասում է այս հարցը ինչու չեք բարձրացնում, ասում է որտեղ պիտի բարձրացնեմ, եթերում է ասում, որտեղ պիտի բարձրացնեմ, Մասուր կաֆեում պիտի բարձրացնես, падոննակ, Մասուր կաֆեում, խուլիգանություն անելու փոխարեն պիտի դա բարձրացնես, Սերյան Օհանյան, ձեր խմբակցի խուլիգանությունը որևէ կերպ քննվել է ձեր խմբակցությունում, ձեր խմբակցության անդամը, որ լրագրողի դեմը խուլիգանություն է անում, քննվել է, չէ, Պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեր ստահակի խուլիգանությունը քննվել է, չի քննվել, չէ, ասում է որտեղ պիտի բարձրացնեք, ձեր գոմում պիտի բարձրացնես, ապուշ, որտեղ պիտի բարձրացնես, դե ոնց է եղել, որ ազգային անվտանգության ծառայության գործակալները հեղափոխություն են արել այն ռեժիմի դեմ, որին ծառայել են, բայց դուք այս թեմաների մասին մի խոսեք, ուշադրություն մի դարձրեք, Ցորեն, հացահատիկ, ալյուր, առաջին կարգ, 6-րդ կարգ, 10-րդ կարգ, Ալիևը կասի Սևանին գյոյչա, գյոյչային կասպից սով կասի, կասպից սովին կասպից լիշ կասի, այդպիսի բաների մասին ուշադրություն դարձրեք, սահմանադրություն փոխեն, չփոխեն, այս հարցերի վերաբերյալ պետք չէ ուշադրություն որևէ կերպ դարձնել, որևէ կերպ Փաշինյան Նիկոլ, քո շրջապատում կան մարդիկ, ովքեր ազգային անվտանգության ծառայության գործակալներ չեն եղել, օրինակ։ Ինձ հետաքրքիր է, կան, նկելին են, բայց քիչ են, չէ, շատ քիչ են։ Միքայել Մինասյան, 21 թվականի սկզբին հրապարակում է փաստաթուղթ, որ Արարատ Միրզյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ է, որ Արարատ Միրզյանը գործակալ Օմեգան է։ Զերո հետևանք։ 2021 թվականի հունիս ամսին Արարատ Միրզյանը ասում է, այո, ես գործակալ Օմեգան եմ, այդ փաստերի ճնշման տակ։ Բացարձակապես ոչ մի հետևանք։ Ասում են նախկին Թալանչի հանցագործ ռեժիմ։ Այո, նախկին ռեժիմը եղել է հանցագործ։ Դու էլ եղել եք նախկին հանցագործ ռեժիմի սպասավորները։ Ինչ հեղափոխության մասին է խոսքը։ Փաշինյան Նիկոլ, նախկին հանցագործները ինչու դատված չեն։ Հա? Բայց ինչու պիտի դատված լինեն, դու նրանց սպասավորն ես եղել, ոնց կարող է դու իրանց ինչ-որ Փաշինյան Նիկոլ։ Նաև մեղադրում է, որ Արարատ Միրզյանը թուրքական գործակալ է։ Ու սրան ի պատասխան հայտարարություն է տարածում ազգային անվտանգության ծառայությունը, ասելով, որ ոչ, Արարատ Միրզյանը գործակալ չէ։ Ոչ հարգելի ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր։ Հիմա այնտեղ խոսք էր գնում, որ ԱԱԾ գործակալ է եւ թուրքական գործակալ է։ Հիմա դուք ասում եք ինքը գործակալ չի։
Որ պետության գործակալ լինել չլինելու մասին է խոսքը։ Կամ ինչքան դուք պետք է տխմար լինեք, որ ազգային անվտանգության ծառայությունը փորձի հերքել այդ դուրը։ Ինչքան դուք պիտի տխմար եւ ոչ պրոֆեսիոնալ լինեք, այսինքն որ ԱԱԾ գործակալ լիներ, դուք պիտի դուրս գայիք, ասեք այո, ինքը գործակալ է։ Որ թուրքական գործակալ լիներ, դուք պիտի հայտարարեք, որ ինքը թուրքական գործակալ է։ Որ թուրքական գործակալ է կամ գործակալ չէ, դուք պիտի հայտարարեք։ Ինչքան կարող է մարդը ոչ սկզբունքային լինել, ոչ պրոֆեսիոնալ լինել։ Ու մեկը չի ասում, այս գործերի հետևանքը ինչ է, եւ այս թեմաները շատ են, հարգելի բարեկամներ։ Այս հարցերը շատ են։ Մեկը չի ասում, պարոն Սերժ, բա որ Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ էր։ Շուտ հրապարակեիք։ Պարոն Միքայել Մինասյան, եթե դու դեմ ես եղել այս ամենին, եւ դու կապ չես ունեցել, 18 թվին հրապարակեիր։ 19 թվին հրապարակեիր։ Այդ ժամանակ չուներ այդ փաստաթղթերը, լուրջ ես ասում։ Լուրջ ես ասում, այդ ժամանակ չկար այդ փաստաթղթերը։ Հիմա ճարեցիր։ Պատերազմից հետո ճարեցիր։ Հրապարակել ես, ինչ էր մենակ Արարատ Միրզոյանին հրապարակում, մեկը չկա այս հարցը տա։ Իսկ Արմեն Գրիգորյանի հետ կապված նյութեր չունես դու։ Արայիկ Հարությունյանի հետ կապված նյութեր չունես դու։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված նյութեր չունես դու։ Պապիկյան Սուրիկի հետ կապված նյութեր չունես դու։ Եվ այսպես շարունակ։ Ընդհուպ միջև հանրապետական կուսակցության անդամներ, ընդհուպ միջև դաշնակներ, ընդհուպ միջև բյուրոկրատական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրածներ։ Չկան այդ մարդկանց վերաբերյալ նյութեր, բայց ինչու միայն Արարատին հրապարակեցիր։ Իմիջայլոց հարգելի բարեկամներ, ես ձեզ պիտի հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանի գործակալական թղթերը հրապարակելուց 2 ամիս առաջ Արարատ Միրզոյանին գցեցին քացու տակ։ Իսկ Արարատ Միրզոյանին քացու տակ գցելուց առաջ Արարատ Միրզոյանը սկսել էր կոնսուլտացիաներ ինքնագլուխ։ Հիմա կարող եք ենթադրել Միքայել Մինասյան, որ այդ քացու տակ գցելը, այդ թղթեր հրապարակելը քացու տակ գցելու հետ գտնվում է նույն շարքի մեջ, նույն օղակի մեջ, թե չէ։ Մնացած թղթերի հրապարակման զաջերժկան ինչու՞մ է։ Փաշինյան Նիկոլ, եթե դու այս ամենի հետ կապ չունես, ազգային անվտանգության ծառայության հուշ գաղտնի թղթեր են հրապարակվել, քրեական գործերը ուր են։ Ուր են քրեական գործերը։ Միքայել Մինասյան, եթե դու կապ չես ունեցել այս ամենի հետ, մնացած թղթերի հրապարակումը ուր է։ Զաջերժկան ինչու՞մ է։ 5 տարի անց մի կերպ, 5 տարի անց մի կերպ մի լրագրող մի կերպ հարց է տալիս։ Այդ ինչպես եղավ, որ Միքայել Մինասյանի մոտ բան եղան։ Միքայել Մինասյանը գիտեր, դու չգիտեիք։ Մեռակ այդ մասին խոսելով մի կերպ 5 տարի անց լրագրողներից մեկը հարց է տալիս Սերժին։ Լրագրողին պիտի շնորհակալություն հայտնես, որ իր գործը անում է, թեկուզ կիսատ, բայց իր գործը անում է։ 5 տարի անցել է, 1000 անգամ Սերժը բորդյուրների մոտ հարցազրույց է տվել, վերջապես որոշեցին կամ այլոք որոշեցին, որ պիտի այդ հարցը հնչեցվի։ Ասում է գնացեք Միքայել Մինասյանին այդ հարցը տվեք։ Լսեք, հարգելի բարեկամներ, Աստված մարդուն ուղեղ է տվել մտածելու համար, վերլուծելու համար, տարբեր փաստերը համադրելու համար, հասկանալու համար։ Այո, ես հասկանում եմ Հայաստանի Հանրապետությունում հիմա մեծ աղմուկ է եւ այս խոսքը նմանատիպ խոսքերը իրենք այդ աղմուկի մեջ կխլացվեն։ Բայց մի պահ կարող եք դուք պատկերացնել, մտածել, հասկանալ եւ ինչ անել։ Ընդհանրապես չենթարկվել այս ամենին։ Ընդհանրապես չենթարկվել այս ամենին։ Միակ բանը, որը դուք կարող եք անել, չենթարկվելն է, մաս չկազմելն է։ Այս ամենի մաս չկազմելն է։ Մի ենթարկվեք, մաս մի կազմեք, մի թողեք, որ ձեզ մոլորեսնեն դնեն ապուշի տեղ, օգտագործեն որպես ստոր պրոպագանդիստներ, մի արեք։
որովհետև ձեր գործունեության համար դուք, ձեր երեխաները, ձեր ծնողները պատասխան պիտի տան, պիտի պատժվեն ձեր գործողությունների համար։ Այս ամենը, հարգելի բարեկամներ, ավարտվելու է։ Այն ստահակները, որոնք խլացնում են այս ամենը, այս արդար ճիշտ խոսքը, նմանատիպ արդար ճիշտ խոսքերը խլացնում են, փորձում են աղմուկի մեջ խլացնել, զրպարտում են մարդկանց։ Այդ ամենը ես գիտեմ, այդ ինձ ասում են, թե ինչ են հաչում իմ մասին, այս կամ այս ստահակները, այդ ձեր ամեն բառի համար դուք պատասխան եք տալու, պրոպագանդիստ շան որդիներ, ամեն բառի, ամեն նախադասության համար դուք պատասխան պիտի տաք։ Այս վիճակը ավարտվելու է, տա Աստված հայը, հայի ձեռքով ավարտվի, իսկ եթե ոչ։ Ուրեմն այն ավարտելու է օտարը։ Օտարն է այն ավարտելու։ Թուրքը այդքան վտանգավոր չէ, հարգելի բարեկամներ, ինչքան թուրքի օգտագործած հայը։ Հային իսկապես պետք է փրկել այսօր, հային իսկապես պետք է փրկել այս հայերից։ Հային պետք է ուղղակի հայից փրկել։ Ու թող օրհնվի այն օրը, երբ հայը կփրկվի, կազատվի այս հայերի ճիրաններից ու լծից։ Ես ձեր Տիրոջ մերը